Եվս մեկ անգամ բարև ձեզ, պարոն վարչապետ, ես այսօր իրավապահ մարմինների համապատասխան պաշտոնական փաստաթղթով եմ եկել։ Ձեր իշխանության տարիներին մի շարք քրեական գործեր բացվում են, վերաբացվում են եւ ըստ էության նպատակը նաեւ մենք ինքներս ենք ականատես լինում, նախկինում թաքնված դեպքերը ի հայտ բերելու։ Բայց այստեղ մի քրեական վարույթի մասին եմ ուզում հատուկ շեշտադրել 2017 թվականին քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը իրավապահների կողմից ձերբակալվել էր եւ կա իմ ձեռքում այս պահին պաշտոնական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ ոստիկանության ես կուզենայի հատուկ ձեզ տրամադրել, եթե կարելի է, եթե անվտանգություն թույլ կտա։ Պարոն վարչապետ, ես հետաքրքրվում եմ ինչու դուք չեք հրահանգում այս գործը վերաբացել, որովհետև ըստ էության նախաքննական մարմինը ունի կոնկրետ հաստատումները կան եւ միգուցե վերաբացումը օգնի արձել մի հանգամանք, թե օրինակ ինչ հանգամանքներում է գործը փակվել 2017 թվականին։ Հանրապետական կուսակցության օրինակ, որ կարգառում պաշտոնյան է միջնորդել կամ միգուցե Հայաստանի Հանրապետական կուսակցության իրավապահների զանգարել, որ այս գործը փակեն։ Պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ, եթե իրավապահ մարմինները որևէ խնդիր կունենան գործի վերաբացման կամ որևէ հանգամանքներ կկաշխանդի իրենց կամ որևէ խնդիր կառաջանա գործի վերաբացման մասով, մենք պատրաստ ենք համապատասխան ինֆորմացիայով իրավապահ մարմիններին օգնել, աջակցել։ Այստեղ պարզապես հարցը բարձրացնում ձեր քաղաքական համաձայնությունն է պետք, որովհետև Արթուր Հովհաննիսյանը քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարն է։ Իրավական գործընթացը ես կապահովեմ, հաղորդումը կներկայացնեմ։ Շնորհակալություն։ Քաղաքական համաձայնությունը իրավական կատեգորիա չէ եւ ինչ որ դուք ասեք, եթե չեմ սխալվում, ուղիղ եթերում եք, չէ։ Իրավապահ մարմինները պարտավոր են ձեր ասածը ընդունել որպես հանցագործության կամ գործողության մասին հաղորդում կամ դիմում եւ օրենքով սահմանված ընթացք տալ։ Պարտավոր են։